Ողջույն սիրելի հայրենակիցներ։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ այն հայտարարություններին, որ Երևանի քաղաքապետարանը այսօր հայտարարում էր, արձանագրելով եւ ընդունելով, որ ընդդիմությանը, մասնավորապես Մայր Հայաստան խմբակցությանը հաջողվել է բոյկոտը, ինչքան էլ որ իրենք փախան քննարկումներից, բայց հաջողվել է եւ մեր քաղաքացիները, քանի որ դեմ են հանրային տրանսպորտի թանկացմանը, չեն վճարում, այսինքն այդ չվճարելը իրենց անհամաձայնությունն է առ հերթական թանկացումը։ Սրանք այսօր փորձում են մանիպուլացնել, ինչպես բոլոր հարցերում են մանիպուլացնում, այսօր եւս փորձում են մանիպուլացնել եւ մեղքը նորից բարթել ընդդիմության վրա, մասնավորապես Մայր Հայաստանին ասելով, որ դուք բոյկոտել եք, քաղաքացիները լսել են բոյկոտը, այսօր բոյկոտը կայացած փաստ է, արձանագրում է Երևանի քաղաքապետարանը եւ ասում է, որ քանի որ բոյկոտը կայացել է եւ քաղաքացիները չեն վճարում, ապա մենք չենք կարող գնել այն տրոլեյբուսները եւ այն ավտոբուսները, որոնք պետք է գնեինք։ Իդեպ հիշեցնենք, որ երբ որ իրենք թանկացնում էին եւ թանկացման մասին որոշման նախագիծ էին ներկայացնում, իրենք չէին ասում, որ քաղաքացիների համար թանկացնում են, որպեսզի ել ավելի լավ տրոլեյբուսներ գնեն։ Իրենք ասում էին, որ տրանսպորտային համակարգը արդեն իսկ բարեփոխված է եւ պետք է թանկ վճարել այդ բարեփոխված տրանսպորտի համար։ Սիրելի հայրենակիցներ, մենք չենք մոռացել, չէ, որ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցությունը 17000 քաղաքացու ստորագրություններ հավաքեց շատ սեղմ ժամկետում եւ մեր քաղաքացիները իրենց ստորագրությամբ վավերացրեցին, որ իրենք դեմ են թանկացմանը տրանսպորտի, որ իրենց համար սոցիալական լուրջ բեռ է ավելանում, քանի որ ինչ այս իշխանությունը անասնագողությամբ, կոալիցիոն կեղտոտ գործարքներով, անպայման ուզում եմ հիշել, որ այդ թրքամետ հանրապետություն կուսակցությունը քարոզարշավի ընթացքում հանդես էր գալիս որպես ընդդիմություն եւ խոսում էր ընդդիմության դիրքերից։ Ընդդիմությանը սատարող քաղաքացիների քվեները ստանալով եկավ եւ կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ եւ դարձավ իշխանություն։ Մյուս խմբակը չգիտես որտեղից հավաքվածներով եկան եւ անասնագողության կուլիսային գործարքների ու առևտրի միջոցով Տիգրան Ավինյանին դարձրեցին Երևանում քաղաքապետ, այլ հարց է նրա լիազորությունները, որ օրենքի խախտմամբ են ստանձնվել կամ ստանձնվել են թե ոչ, բայց ինչ որ է, այդ օրվանից, ինչ որ իրենք դարձան եւ կազմեցին Երևանում քաղաքային 2.5 միավորանոց իշխանություն, երևանցիների եւ մեր երևանաբնակ հայրենագիցների համար այս քաղաքային իշխանությունը դարձավ փող, ցանկ, բառից բուն եւ նաեւ փոխաբերական իմաստով։ Քաղաքում օդը աղտոտված է, քաղաքում շինհրապարակները վերահսկողության չեն ենթարկվում, միայն վերահսկվում են այնքանով, որ հերթական շինարարական նորմի խախտումը առաջացնում է տուգանքը արձանագրում են, տուգանքը ստանում են եւ չեն վերահսկում, որպեսզի այդ խախտումը վերանա։ Այսինքն սրանց խնդիրը գումար գանձելն է եւ ոչ թե այդ խախտումները վերացնելը։ Երևան քաղաքում չի բարելավվել տրանսպորտային համակարգը, մարդիկ սպասում են ժամերով կանգառասրահներում, չվացուցակներ չկան, Երևան քաղաքում չկան համապատասխան բարեփոխված տրանսպորտին վայել կանգառասրահներ եւ նաեւ ավտոբուսների ու տրոլեյբուսների ժամանման միջակայքերը բավականին երկար են, իսկ քանի որ քաղաքը չի բեռնաթափվել անկախ այն հանգամանքից, որ 12000-ի փոխարեն արդեն քաղաքացիներից գանձում է 160,000 դրամ, միևնույն է մեր քաղաքացիները իրենց եւ պայմանավորվածություններից են ուշանում եւ նյարդային ու զզվելի է Երևան քաղաքում քաղաքային իշխանության ասած բարեփոխված տրանսպորտային համակարգից օգտվելը։ Էնպես որ դուք ձեր ապաշնորհությունը, քաղաքային տնտեսությանը չտիրապետելը, քաղաքային իշխանություն չդառնալը, որքան էլ գերթանկարժեք ամենագնացներ սպասարկեն ձեզ, որքան էլ դուք բարձր պարգևավճարներ ստանաք, որքան էլ որ իբրև թե զարգացած երկրներում գործուղվեք մեր համայնքային բյուջեի գումարներից, որքան էլ որ ավտոպարկը թարմացնեք մեր համայնքային բյուջեից, միևնույն է, դուք քաղաքային իշխանություն չեք, դուք յուրաքանչյուր քայլափոխի քաղաքացիներին բախման եք տանում տարատեսակ քաղաքային խնդիրների հետ։
կոյուղիների հարցը, խմելու ջրի հարցը, շինհրապարակների հարցը, կանաչապատման հարցը, Երևանում գործող թանգարանների, կրթօջախների հարցը, ցանկացած խնդիր, որը այս քաղաքային իշխանության ենթակայությամբ է գործում, ձախողված է, եւ դուք վախենում եք, սարսափում եք արձանագրել ձեր ձախողումը, եւ դուք սարսափում եք նոր ընտրությունների գնալուց։ Բայց քաղաքացիները տեսնում են, որ իրենց համար սոցիալական լուրջ բեռ է չբարձրացված կենսաթոշակների, չբարձրացված աշխատավարձերի պայմաններում շուրջ 3 անգամ ավել վճարել այն ծառայության համար, որը կոչվում է բարեփոխված տրանսպորտ, բայց որով երթևեկելը խայտառակություն է։ Եվ նաև ուզում եմ հիշեցնել, որ պարոն Այգ փաստորեն դուք ստում էիք, որ ասում էիք, գիտեք, մեր քաղաքացիները միաձայն կողմ են ձեր հորաքույր մորաքույրներին, ՔՊ-ում նախարար ու խամաճիկ աշխատողների հորաքույր մորաքույրներին, տարբեր մանկապարտեզում գործավարուհիներ աշխատողներին, նստեցնում էիք ավտոբուսներ եւ ամոթի ֆոն ստեղծելով փորձում էիք, որպեսզի 1-2 կադր ստանաք, թե իբրև քաղաքացիները կողմ են հանրային տրանսպորտի թանկացմանը։ Գործակարգավարային նիստերի ժամանակ էլ հայտարարում էիք, որ շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիները լավ վճարում են եւ մեզ հնարավորություն են տալիս շատ գումարներ հավաքագրել։ Իդեպ հենց վերջին գործակարգավարային նիստի ժամանակ ձեր հնչեցրած թվերը այս պահին կարող եմ կարդալ, որ ասել եք նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87282, մետրոպոլիտենում 524433, ավտոբուսներում 1,835,526, դրական տարբերությունը 133,895,000 դրամ։ Անդրադարձել են նաև հանրային տրանսպորտի ոլորտում իբրև թե շատ վճարումներին եւ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին բարեխիղճ կերպով վճարելու այն ծառայության համար, որից օգտվում են։ Այսինքն այսօրվա հայտարարությունը գալիս է ասելու, որ Տիգրան Ավինյանի նախորդ գործակարգավարային նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունը եւ շնորհակալությունը ցնդաբանություն էին, մեղմ ասած։ Ձեր անկարողությունը, ձեր ապաշնորհությունը, քաղաքային տնտեսության ձախողումը, երթևեկության այս խայտառակ խցանումները, քաղաքը չբեռնաթափելը, դուք արդեն 2 տարի է գանձում եք 12,000 դրամի փոխարեն 160,000 դրամ, վարչական դատարանը Մայր Հայաստանի հայցը բավարարում է եւ ասում է, որ այդ որոշումը ոչ իրավաչափ է եւ չի բխում քաղաքացիների շահերից, նրա հիմքում չկա որևէ ծախս, հաշվարկ եւ այդ որոշումը ապօրինի է, միևնույն է դուք նորից բերում եք ձեր անասնագողության արդյունքում, ձեր կողմ քվեարկություններով կարողանում եք նորից քաղաքացիների համար թանկացնել կարմիր կետագծերը եւ նորից այդ գումարները գանձել։ Իդեպ հիշենք, որ միայն 24 թվականի 8 ամիսների ընթացքում դուք գրեթե 2 միլիարդ դրամ գանձել էիք A գոտու եւ B գոտու կայանատեղիների գումարներից, թե ինչ ուղղությամբ եք ծախսել այդ գումարները, որևէ հաշվետվություն չեք տվել։ Եվ Մայր Հայաստանի հարցմանների պատասխան ասել եք, որ դա ընդհանուր բյուջեում է ծախսվել, մինչդեռ մենք արձանագրում ենք, որ քաղաքում փոսալցումներ չեն կատարվել, ողջ քաղաքը փոսերի մեջ է, վարորդները անընդհատ հավելյալ ծախսեր են ունենում վնասելով մեքենան, անընդհատ փոսերի մեջ հայտնվելով, վթարային իրավիճակների առջև կանգնելով, հենց ձեր չփոսալցված աշխատանքների, այսինքն ձեր չփոսալցումների արդյունքում, ձեր ապաշնոր կառավարման արդյունքում, ձեր մանիպուլյացիոն հնարքները պահեք ձեզ, դուք չեք կարողանում կառավարել մեր մայրաքաղաքը, դուք ապաշնոր եք եւ ձեր չկարողությունը, անունակությունը մի բարդեք ընդդիմության վրա։ Իդեպ չենք մոռացել, չէ, որ երբ որ Մայր Հայաստանը ասաց, որ եկեք 17,000 քաղաքացու ստորագրությամբ նախաձեռնությունը ավականու հանրային տրանսպորտին վերաբերող Մայր Հայաստանի նախագիծը քննարկենք, կոնկրետ հարցերին տվեք կոնկրետ պատասխաններ, դուք վախկոտ ճագարների նման արագ փախաք եւ ամեն մեկը ձեր
սեղանների տակ մտաք, որպեսզի չհնչեցնեիք այն պատասխանները, որոնք իբրև թե դուք ունեիք, որովհետև դուք չունեիք որևէ պատասխան, դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ բոլորը դեմ են թանկացումներին, աղբահանության, գույքահարկի թանկացումներին, տեղական տուրքերի, վարձավճարների թանկացումներին, եւ այս ամենը գալիս է ձեր ապաշնորհության հետևանքով, այնպես որ արձանագրում ենք, որ բոյկոտը ստացվել է եւ իդեպ ձեզ ուրախացնող լուր ունեմ ձեզ ասելու, որ եթե դուք արձանագրում եք, որ մեր կոչին հետևել են քաղաքացիները, ապա այո, ուրեմն վերադարձրեք 100 դրամին, հանրային տրանսպորտը բերեք դարձրեք 100 դրամ եւ քանի որ մեր քաղաքացիները լսում են մեզ եւ նրանք համերաշխ են մեր հայտարարությունների ու կոչերի հետ, որ հանրային տրանսպորտը պիտի լինի Երևանում, տրոլեյբուսը 50, իսկ ավտոբուսներն ու մետրոպոլիտենը 100 դրամով, ապա մենք կոչ կանենք քաղաքացիներին արդեն չբոյկոտել եւ վճարել, կհավաքագրվեն անհրաժեշտ գումարները եւ այդ պարագայում կնստենք ու կհասկանանք, թե ինչպես իրականում բարեփոխել Երևան քաղաքում հանրային տրանսպորտը եւ նաեւ կհուշենք ձեզ տարբերակներ, ինչպես իրականում առանց 160,000 դրամ վարձավճարի, 12,000 դրամ վարձավճարով բեռնաթափել մայրաքաղաքը։ Անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք, անհրաժեշտ է սիրել մայրաքաղաքը եւ չլինել թալանչի։ Պարզապես աշխատել, որպեսզի մեր քաղաքացիները եւ մենք ինքներս ապրելու համար հարմար Երևան քաղաքում։ Սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք բոյկոտը, քաղաքային իշխանությունը արձանագրում է, որ բոյկոտը ստացվել է եւ պահանջում ենք, որպեսզի վերադառնան նախկին գումարներին, 50 դրամներին եւ 100 դրամներին ավտոբուսի պարագայում։ Եվ միացեք, որ փոխենք։